ողջույն նաև ձեզ մեր Բարի լույս, հավատարիմ բարի երեկո, բարի կեսօր, բարի երեքշաբթի։ մի հետաքրքիր բառ է այդտեղ կարոտել, որ լսեցի Լոս Անջելեսում, որ մի բան պատմում է, ասում են ետք, այդ հետոն էլի, չգիտեմ, բանից Երևան գալուց ետք, այդ շատ Այդ արևմտահայերեն է։ Այո, արևմտահայերեն շատ գեղեցիկ, այսպես համալրում ասեմ, ինչ ասեմ, որ բառամթերքդ լցվում է մի տեսակ, շատ լավ ընկերների հանդիպեցի, որ վաղուց չէի հանդիպել եւ այո, այդ արևմտահայերենի հաճելի պահերը կարոտացած էի եւ շատ հաճելի է։ Գիտեք այդ արքեր, այն ասենք ինձ նման երեխաները, որ մեծացել են Հայաստանում, բայց արևմտահայի ընտանիքում, այդ երկու լեզուներն էլ կար։ Ձեր բարագայում իրոք այդպես է։ Այո։ Եվ ոնց այդ շատ հետաքրքիր է դուք որպես մեծացող արևելահայերենի Հայաստանում մեծացող, բայց արևմտահայ ծնողներ եւ նավթիներ ունեցող մարդիկ ոնց էր տրվում ձեզ էլի։ Դե հասկանալու բնականաբար խնդրեմ չունեմ, որտեվ թե կարդացել եմ այդ մանավանդ պոեզիան, հորս ստիպելով չասեմ, բայց հորս խիստ հորդորով մեծարենց, տերենիք մեծարենց, սենց բաներ էր անում, ինչքան ինքը շատ էր անում, այնքան ես քիչ էի ուզում կարդալ, այդ բանը կա էլի ամեն մարդ մեջ այդ բան կա տենց դիմադրելու, չգիտեմ, բայց խոսելու շատ չեմ խոսել, բան փորձ չունեմ խոսելու, բայց իսկապես շատ սիրուն խոսքի երևեջներ ունեն, այո, բան կա այդ։ Եվ գիտեք ինչ, մյուս կողմից էլ ես չգիտեմ, ինչ որ ասում են դա պառակտում է, ինչ է անում, բայց ինձ դուր է գալիս, որ տեսակ երկու լեզու կարելի ասել էլի։ Պառակտի չպառակտի մեր էությունն է, մեր փաստը, մեր պատմությունը, լավ ուրիշ չի, որ ծնվել է այս երկու ճյուղը հայերենի հետ։ Հիմա մասնագետները ավելի ճիշտ գնահատական կտան, մենք մասնագետներ չենք, բայց այստեղ հարցը պարզ է, որ ապրել են Հայաստանից դուրս, ու լեզուն աստիճանաբար փոխվում է, բնականաբար։ Եվ ասենք տարբերություն էլ կա, ես հիմա խոսելուց կարող եմ ենթադրել, թե որ երկրից է այդ արևմտահայերենը գալիս, որտեղ էլի նույնը չի։ Էլ չեմ ասում գումարած իրանահայերենը որ կա։ Ես մի անգամ նոր որ եկել էի։ Դա մեր արևելահայերենն է, բայց էլի դա փոխվել է ակին էլի։ Ես մենակ այդ ռոպեն մանավանդ արտաբերության մեջ նկատել ես, իրանք ավելի երկարացնում են բառերը ըստ երևի պարսկական բանի էլի, լեզվամտածողության։ Եվ հետո իսկապես չմոռանաք, որ լեզուն խոսելու համար չի մենակ, այսինքն խոսում ենք լեզու, բայց մտածելակերպ է լեզուն։ Ինչ լեզվով խոսում ես, այդ լեզվով էլ մտածում ես, եւ դա շատ կարեւոր է ընդհանուր կյանքի հայացքի համար։ Բարևներ ջերմ մեր հրաշալի հայությանը, հատկապես այն մարդկանց այսօր ողջունենք, ովքեր արևմտահայերենի կրողն են եւ գործածողը։ Սիրում ենք ձեզ բարեկամներ։ Չեմ ասում գրաբարը, որ հիմա երևի մենակ մասնագետները գիտեն։ Դե հա, ինչ խոսք, ինչ մեռած լեզու, այսպես ասենք։ Երեքշաբթի հարգելի բարեկամներ, երեքշաբթի պատմության էջերն էինք ուսումնասիրում եթերից առաջ եւ այսօր Եվրոպայում համարվում է ահաբեկչական դարաշրջանի ավարտի օր։ Հետաքրքիր է ոնց թվում է թե այն այլի տերակտատերն լսեցի ինչ համարվում ահաբեկչական դարաշրջանի ավարտի օր Եվրոպայում Ֆրանսիայում ավարտի օր հիմա Google արեցի ChatGPT արեցի որովհետև ցավոք սրտի բայց Եվրոպայում ահաբեկչությունները դեռ շարունակվում են մի քանի օր առաջ Բերլինում էլի վրա երթի փորձ եղավ մի հոգի զոհվեց 16 վիրավորվեց հետո պարզվեց ավելի շատ 30 քանի հոգի այդ հոմոսեքսուալների բաներ քայլեր թեր մահմեդականը բանով մեքենայով եկավ մխրճվեց ամբոխի մեջ ասում ոնց կարա ավարտված լինի ես ձեր մի ասերական իշն եմ ասել արկես ռուլը արկես դե հա մի խոսք ասերական ինչ եք ուզում այ մարդով եք հանգիստել այդ մարդկանց եւ Google-ը ինչա պատասխանում բարձում է որ դա այդ ահաբեկչական դարաշրջանի ավարտը բացարձակ կապ չունի մեր օրերի հետ 1000 սա թիվը առանձնացրել եմ ասեմ եւ պատմությունը կա 1794 թվականի այսօրը
Ֆրանսիայում մահապատժի ենթարկեցին Մաքսիմիլիան Ռոբեսպիերին եւ Լուի Անտուեն դե Սեն-Ժյուտեին, ովքեր ֆրանսիական հեղափոխության գիտեք, այն ամենակարկառուն դեմքերն էին, պարզվում է իրանք, որ հեղափոխություն արեցին եւ դրանից հետո անդադաստան տերորիստական գործողություններ են արել, էսի իմպերիալիստ է, սա Լյուդովիկոսների հետնորդն է, թաթիկները պիտի կտրենք, էս անենք, այդ ժամանակաշրջանը կոչվում էր ֆրանսիական ահաբեկչական ժամանակաշրջան եւ այս երկուսին արանքից հանելով փակվեց ֆրանսիական հեղափոխությունից հետո առաջացած այդ էջը։ Մի քիչ խառնա, բայց փորձեցի պարզ ներկայացնել։ Այնպես որ իմացեք ընկերներ, պատմական այս դրվագի մասին մենք շատ ենք խոսում ֆրանսիական հեղափոխությունից, նրա հետևանքներից եւ ոչ միայն 1794 թիվ։ Հիմա ինչ է նշանակում terrorism ըստ ChatGPT-ի։ Terrorism-ը հիմնականում նշանակում է կանխամտածված բռնության կիրառումը, այսինքն եթե պատահական ես մեքենայի տակցուն դա terrorism չի, բայց եթե կանխամտածված բռնության կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ քաղաքական, գաղափարական կամ կրոնական նպատակներ իրականացնելու համար։ Mən շատ բարձր վստահ եմ։ Ինչ է terrorism-ը կարճ սահմանում։ Terrorism-ը վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով ներողություն Ինչ են բառը, էլի, որտեղից է գալի, լատիներեն, հա։ Terror, հայերեն չի հաստատ դա։ Terrorism-ը վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով իրականացվող բռնի գործողությունների համակարգ է, որը սովորաբար ուղղված է ոչ բարտական անձանց դեմ քաղաքական կամ գաղափարական արդյունք ստանալու համար։ Այսա ծագումն են կամ։ Իմացանք, ամենը իմացանք։ Տերմինը առաջացել է ֆրանսիական հեղափոխության ժամանակ ահաբեկչության օրեր, la terror La terror ամեն ինչը խմորեղենի անուն է հիշացնում, չէ՞, ֆրանսերեն։ Անուշ է։ Դες գրաբարից խոսեցինք։ Երկու հատ la terror։ Օ լա լա։ Շատ լավ։ Դե լրահոսին գանք մեր տխրահարճակ եւ խառը։ Նախ այս ամեն անգամ վերադառնալիս Երևան, ես որ ասեմ բարի գալուս տուն եւ հոգի տակտու վրա է լինում։ Պետք է ասեմ այնքան ռադիոլսողներ եմ տեսել ճանապարհին, ովքեր գալիս էին Հայաստան, անգամ բեռները վերցնելիս, ճամպրուկները վերցնելիս այդ բանի կանվեյերի կարուսել կոչվածի մոտ, հա։ Էլի մոտեցան, վայ Ռաֆայել ջան, լսում ենք ձեզ Երենիկին, բան sense եւ բարով եք եկել, ես իրանց ասում, դուք եք բարով եկել, մեկը 10 տարի չի եղել, մեկը ամեն տարի է գալիս, մեկը 20 տարի չի եղել, մյուսը թորներին է բերել առաջին անգամ, բարով եք եկել բարեկամներ, շատ հաճելի էր այդ ամեն ինչը տեսնել եւ այս ամռան շրջանում փաստորեն շատ մարդիկ արձակուրդները որոշում են մայր հայրենիքում անցկացնել, ինչը շատ գովելի է, բարով եք եկել։ Ուրեմն ընկերս վերջերս մի ամիս առաջ էր Հայաստան էր եկել, երկար մի քիչ ժամանակով, 5 օրով գնացել էր Պրագա։ Ամառ ասում է $500 էր ընդամենը 5 օր Պրագա հյուրանոց գնալ գալ եւ այլն ասում է։ Ամառ $500 մի հատ ռեստորան ես գնում արդեն դա 5 օր։ Այո։ Եվ շատ գոհ էր, հա։ Այս տրանզիտ է դառնում նաեւ Երևան, էլի, որտեվ գներն էլ մատչելի են։ Ոչ միայն Պրագան, Հունգարիան շատ էժան, Հունաստանն է շատ էժան դարձել, Իտալիան լրիվ ջրի ճանապարհ որ ասում են, Իտալիա չեմ ուզում։ Հա։ Ձերի Տոմսետան չեմ գնա։ Դուք ունեք։ Հերիկա, 2 ամիս ապրեցի, հա։ Իտալիա։ Առաջի անգամ արտասահման եմ եկել, Իտալիա, Ֆելինի, Պազոլինի, Եսիմինչ, Լեոնարդո մտքիս մեջ, բան, Միքելանջելո, ժողովուրդը Հայաստանից կոպիտ էին, շատ ինձ համար շատ զարմանալի էր։ Մի անգամ էլ ասեմ, դե փոքր էր աղջիկս, ես կինս աղջիկս էինք, գալիս էինք այն ժամանակ այդ 80-ական թվականներին պահում էին, չգիտեմ ինչի, Իտալիայում ամիս, 2 ամիս հյուրանոցում, ուրեմն դե անելու բան չկա, ցերեկը մոտիկ այգի կար, գինի առանք, գնացինք այգի, այնտեղ այդ այգու մեջ էլ սենց բաներ են, շատրվաններ են։ Այդ գինին դրեցի շատրվանի մեջ, նստել ենք, սպասում ենք որ սառի, ես ու կինս պիտի խմենք այդ գինին։
Եկել էս ոստիկանները ձիերով տլակ եկան այդ շշի գլխին կանգնեցին հա սենց նայում են խոսում են բան ինչ որ մեկը սենց առանց ձիուց իջնելու սենց կրացավ ու բանը վերցրեց հա շիշը ես այդտեղ չդիմացա եկա ասում եմ բա ինչի՞ չեք անում բա pasa señor Ոչ ինք անգլերեն գիտի, ոչ ես իտալերեն գիտեմ, բայց ինչ որ no, բան ուզում ասի, որ ստեղ չի կարելի, ասում օքեյ, լավ, ասում, չեմ դնի, գինիս տուր։ No, ասում, ուզում էր հետը տանել։ Կոնֆիսկացիա։ Հա։ Արգրապել։ Դե 10 րոպե, 7 րոպե երևի դիճելուց հետո սա ասեց արգինին։ Բայց եթե ձիավոր ոստիկաններին մոտենում եք, մոտիկից բարեկամներ շատ հսկա են, վախենալու, ասենց որ նայում ես, ոնց որ բանի շենքի գլխին նստած լինի։ Հերվից այդքան մեծ չի երևում, հա, վերջը գինի ստվեց։ Կարող է իտալական գինի չէր, տենց ուզում էր բանաներ։ Բա հայկական Չգիտեմ ես։ Հայկական գինի էր, որ Ռուսաստանը թույլ չի տվել արտանել այդտեղ Իտալիա։ Փողոցում մի օր կանգնած ենք, մայթին։ Մեկը դուս եկավ գորմա վրաներս բան, հələ բան ինչ որ ձերքերով բանստից գնացեք ոնց որ։ Բայց city property-ը, ասում եմ ինչ ա եղել։ Ասում է էտե որ կանգնել եք իմ ռեստորանի հաճախորդների view փակում է քաղաքի։ Դու պատկերացնում ես։ Էդ էլ իտալացիներ։ Այդ ճիշտ է որ նման են հայերի հետ տակարունությամբ, նենց Այո, հա, կոպիտ բաներով։ Բայց ասում ես Իտալիա այդ օ ճարտարապետություն, անցյալ, Հուլիոս Կեսար բան եւ խնդրեմ այդ ամբողջ վերածնունդը Իտալիայի ուսերին էր էլի կարելի ասել այսինքն համ Միքելանջելոս հայկական սուրճ ենք ուզում խմենք մի հատ սրճարան էր մտանք կնոջս հետ դե հայկական չեմ ասել ասի Turkish coffee երկու հատ դու ես ասում, մեկ է տենամ մեզ իտալերեն գոռում է, բան անում, արած մտքում ես շատ ես որ ես ինձ շատ է սիրում թուրքերին կամ բան, բայց ես իմ հանես դուրս, չգիտեմ ինչ ուներ թուրքերի հետ, ասեց դուս եկեք իմ բանից սրճարանից, այս տեսակ Իտալիա ձեզ, այ քեզ բան, բայց որ սուրճի երկիր է եւ սրճի մշակույթը, որ կատարելության է հասցված, այդ հաստատ գոնե հիմա այդ ամեն քայլին այդ առավոտյան այդ բանի մոտ բարի մոտ գալիս են մի հատ շատ պիտի էսպրեսո բան գնան շարունակեն իրենց գործը կանոլը սինյոր կանոլը կանգնած որ խմում ես գինը ուրիշ է եթե նստելու ես գինը ուրիշ է դու կոֆե այ քեզ բան Երևանում պիտի սուրճի մշակույթը որը կա պետք է դառնա մատչելի եւ հասանելի չի կարող Երևանում միջին սրճարանում կապ չունի նստած ես դե պոպոզած ես լինի սուրճը երկու անգամ թանկ քան Միլանի օթանավականում չի կարա տենց բան լինի մեզ մոտ ցանկացած որ Հայաստանում շատ թանկ է սուրճը Հայաստանում բայց ինչ սուրճ օրինակ ասեն կապուչինո ֆրիպաչինո ես իմ Մի ասա կաֆե մեջը մի այսքան կատ լստի կամ չգիտեմ եւ ինչա չարժանում 2500 2800 խայտարակ թիվ է Ցանկացած տեղ հիմա եկել եք հարգելի հայեր ովքեր գայցեն մի հատ մտեք չեմ ասում են ամենաթանկ ռեստորանների միջին սրճարանում նստեք մի հատ սուրճի գինը նայեք չի կարա տենց գինի աբսուրդ է 1-2 եվրոյա Իտալիայում ցանկացած տեղ սուրճի 1-2 եվրո $3 Իտալիայում խոսում ասեն 1200 դրամ ամեն օր կրկնակի է Երևանում Սուրճը էլի եղած ինչա կամ այն 50 դրամանոց տոպրակների են բաներով կապ սուրճիկներ են որ շաքար են սուրճել չէ էդի բացում են խառնում են 2000 դրամ են ծախում դե ոնց կարելի է այդպես դե պահանջարկից է ստերևույթին գալիս հա շոտ սուրճ վայ աստված այդքան երևի չգիտեմ այդքան սուրճ սիրող ուրիշ ոնց կա առավոտ սուրճ իրիկունը սուրճ վայ սուրճը չեմ խմել վայ սուրճը գնանք մի հատ սուրճ խմենք գնանք մի հատ սուրճ խմենք ողջունում ենք նրանց ովքեր հիմա սուրճ են խմում ընկերներ քանի որ արդեն տաղավարում են Մեզ ինչ ասում եք մենք էլ ենք օգտագործում սուրճ ձեզ էլ չէ հաճախ թե առավոտ անպայման առավոտում էլ ենք հաճախ օգտագործում սուրճը իմս որ դիքաֆ է ես ուրիշտեղ չեմ կարող խմել կամ տունը պիտի խմեմ կամ սրճարանը որ դիքաֆ են տալիս թե չէ այնց Ովքեր հիմա սուրճ են ըմբում հարգելի բարեկամներ խնդրեմ կարող եք արդեն զանգահարել ես Երևանյան տաղավարում եմ հանգիստ փրկացրեք մի հատ այո եթերը ակտիվ է կարող եք զանգահարել արդեն 747 477 3444 մեր ամփոփող հանդավաճան
հեռախոսամարը ակտիվ է, նաև երկար Հա, դադարից արդեն կարող եք զանգել, այո։ կարող ենք նաև լսել ձեզ, ողջունել ձեզ եւ զրուցել։ Ինչն է Ժան Հայաստանում, Ռաֆայել ջան, Գոհար Կարեյանն է, այսպես հռետորական հարց է բարձրաձայնում Տիկին Գոհարը, միրգը երևի, բանջարեղենը երևի, որովհետեւ լոսի գներից հետո Հայաստանում օլալա ընկերներ մաչելի է, ինչ խոս, որովհետեւ ինչ թանկություն ա դերնեք ամեն գալ գնալուց ես իրոք բավականին երևի այդտեղ եք ապրում այդ տարբերությունները չեք զգում, բայց ամեն ինչը $1 $1 ու կես, $1 $1 ու կես, sense ինֆլյացիա Լոս Անջելեսում թանկություն։ Մեզ մոտ, ես զգացի, ես մի գալը շաբաթվա մեջ տարբերություն անում նույն ապրանքները, որը գները փոխվել է արդեն, շատ արագ էլի։ Անցյալ գալուց տան առևտուր ոնց որ չի արել, այտենց չզգացի, որտեղ կարճ էր բան։ Այս անգամ որ տան առևտուր մթերք բան գնեցի որոշակի, ասենք չգիտեմ, սմետան, այտենց տարական բաներ, հա, բանի մթերքի։ Հասկացա, որ Որ մի 30% թանկացել է, ասենք մի տարվա հետ որ կլինի։ Այս պատերազմը սպանեց մեզ Իրանի հետ այս պատերազմը համար։ Ոչ մի օգուտ չունենք բացի վնասից։ Ամեն օր ելնում է մեր նախագահան, այն օրը հաշվեր են ասում, 39 անգամ արդեն ասել է, որ մենք հաղթել ենք Իրանին, 39 անգամ։ Բայց գործնականում բան չենք տեսնում։ Ոչ մի բան, բացի վնասից բան չի վերել մեզ այդ։ Գների թանկացում, այս կողմ այն կողմ մնացածը գիտեք արդեն էլի։ Դա այսօր հետաքրքիր երկու հանդիպում կա։ Ապա Թրամփն այսօր Սպիտակ տանը կընդունի Զելենսկուն եւ Նեթանյահուին երկուսին միանգամից։ Նեթանյահուի հետ հանդիպանը ըստ հերոստա ընկերության աղբյուրների Թրամփը պատրաստվում է քննարկել Իրանի հետ պատերազմի հետևանքները բնականաբար։ Լիբանանի հետ բանակցությունների ընթացքում Աբրահամյան համաձայնագրի ընդլայնման հնարավորությունը։ Սպիտակ տանը նաև ընդունում են Իրանի հարցում Թրամփի եւ Նեթանյահուի միջև տարաձայնություններ կան, թեև նրանց դիրքորոշումները բավական մոտ են։ Տարաձայնություն կա, բայց հիմնականը մոտ են։ Զելենսկու հետ հանդիպան հիմնական թեման կլինի բնականաբար ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները։ Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ, էս էլ մի 6 ամիս է ասում է։ Նախորդին Թրամփը նաև անդրադարձել էր Զելենսկու հայտարարությանը, թե Ռուսաստանը Իրանին հետախուզական տվյալներ է փոխանցում ամերիկյան ռազմամազանների մասին։ Չեմ կարծում, որ նրանք դա անում են առնվազն բարձր մակարդակով, ասել է Թրամփը։ Ըստ տարածված տեղեկությունների Նեթանյահուն եւ Զելենսկին նաև կմասնակցեն հանրապետական սենատոր Լենսի Գրեհեմի Քելեխին հուղարկավորությանը։ Չեն տալիս, չէ՞ հաց իրանք այս պարագաներում։ Ինչ իմանամ խառն է իրանց։ Այդ Քելեխի պատմությունը այնքան հետաքրքիր է։ Այս առաջ որ մարդիկ ասենք գյուղից կամ բանից գալիս էին թաղման կամ գնում էին գյուղ թաղման, որտեղ պիտի հաց ուտեին։ Դրա համար իրենք ճաշ էին տալիս ու տենց մնաց այդ որ անհրաժեշտություններ դարձավ տրադիցիա, հիմա ժամանակ հերու տեղերից գալիս էին ոդկով, ձիով, էշով, ոնց կարող էր պիտի մի կտոր հաց տային, հա, հիմա այս տարում։ Բայց դե որ հացը դնում ես կողքը մի շիշել արաղ ես դնում բնականաբար, բա պիտի խմեն հոգեթացը, ինչ են ասում։ Դե որտեղից գնում էր արդեն։ Դե քաղաքական թողուբոհի մեջից զանգի մասին պետք է իհարկե խոսենք Պուտին, Փաշինյան հերախոսազանգ։ Իմիջիալոց, հա, այդ ուշադիր որ կարդակ, չէ, շատ հետաքրքիր բաներ կան այնտեղ, էլի, շատ հետաքրքիր նյուանսներ կան։ Ունես մոտդ։ Այո, ամբողջականը կա, ոնց հասկանում եմ, էլի Փաշինյանին կիսալեգիտիմ է կամ ոչ լեգիտիմ է համարում Ռուսաստանը, որովհետև գիտեք, պաշտպանական շնորհավորանք չեղավ եւ ամեն պահին հանրաքվե պիտի անես, պիտի ժողովրդի կարծիքը իմանաս Եվրոմիության հետ կապված եւ մի տեսակ մեղանչանք կա Փաշինյանի տեքստի մեջ, որ sense նայես, որ ախր մենք բան հեսա նայեք ինչ է ասում, ուրեմն տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հարաբերությունների հետ։ Փաշինյանը ընդգծել է Հայաստանյան ցակման ապրանքանիշերի Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան համաձայնագրի շրջանակներին եւ Եվրասիական տնտեսական միության կանոնակարգերին
եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Եվրոպական միության անդամագրվելու հարցում Հայաստանում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվել է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարության ընդունած համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանը Պուտինին ասել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում իհարկե հնարավոր է, բայց միայն Եվրոմիության անդամագրման համար Հայաստանի կողմից միության պաշտոնական դիմում հղելուց եւ դիմումի թեման առարկայական դարձնելուց հետո Շատ բարձ տրամաբանություն է։ Եթե մենք չենք էլ դիմել դեռ, ինչ հավաքվե անցկացնենք, մենք դեռ չենք որոշել։ Եթե մենք որոշենք կառավարությունը որոշի, այն ժամանակ կանենք, չնայած այն ժամանակ էլ եկեք երկրորդը ախր դու ով ես որ ուրիշ երկրին ասես հանրաքվե պետք է անցկացվի։ Մեկը քեզ ասի, արի հանրաքվե անցկացնենք Ռուսաստանում, տեսնենք ժողովուրդը ուզում է դու այդ պատերազմը շարունակես, թե չի ուզում։ Այդ անցկացրու մի հատ։ Կամ ընդհանրապես քեզ ուզում է թե չի որ ասում է ուժն է ծնում իրավունք հիմա այդ է որ դու ով ես իհարկե ռետորական հարցը է շատ հետաքրքիր բայց մենք այդ հարցը կարանք տանք մեզ մենք իհարկե մենք կարանք տանք այդ հարցը դու ով ես ինձ գիտես ինչ է դուր եկավ այս հեռախոսազրույցի մեջ որ ես չէի սպասում Փաշինյանը ասում է դե ասում է տեսնում եք մենք դժվարություն ունենք առևտրական խնդրում ենք այդ կարգավորեք էլի այսինքն շատ հենց միամիտ երեխայի դիրք է բռնում, այսինքն մենք չենք բաներ չկա, մենք ուղղակի այս տեխնիկական հարցերը լուծենք, շատ լավ է, դες ուրիշ ինչ պետք է ասես։ Իսկ ինչ վերաբերում հանրաքվեին, ասես, հենց այդ է։ Ինչ վերաբերում հանրաքվեին, դե կանենք, երբ որ պետք կլինի, միգուցե եւ կանենք, էլի։ Դե Պուտինի դիրքորոշումը իմ կարծիքով հետեւյալն է, ոչ թե երբ կուզեք կանեք, այլ դուք ուզում եք մտնել մեր ճշնամական բլոկ բայց մեր հաշվին ապրելով եւ հարստանալով մինչեւ որ գործերը ես թույլ չեմ տա դա էտա Պուտինի դիրքորոշումը այսինքն ուզում եք մեր հաշվին մենք պրոբլեմ չունենք ասում դրա համար հանրաքվե արած է ժողովուրդը ինչ է ուզում ու ենթադրում եմ գիտի որ կարող է այստեղ ունես տոկոսներ լինի որ այդքան էլ Փաշինյանի կողմը չլինի ինքը դա դարձնի դրոշակ այո ինքը դա գիտես ինչա կարծես նոր ընտրություններ լինի դեմա մի բան դառնալու այո վերցնի իր ձեռքը Եվ եթե հանկարծ այնտեղ ինչ-որ բան եւ հիմա երևի ավելի լավ պատրաստված, ես ինչեր եմ մտածել որ անի, որ ասի տես քո ժողովուրդը չի ուզում, ուրեմն դու լեգիտիմ չես։ Այո։ Այստեղ է տանում ես ամեն ինչը։ Այո։ Ուրեմն հետո էլի է խոսում այս բանի ժամանակ, հա, Կրեմլում 8-րդ գումարման ժողովին։ Արևմուտքը փորձում է հասարակության պարակտում հրահարել Ռուսաստանում եւ պայքարում է ռուսների դեմ, բայց ոչ ոք չի կարող կոտրել նրանց, այս մահա հայտարարել է բանը 2000 նախ գիտես ինչ է անում ինքը միշտ այնպես անում կարծես արևմուտքը ամբողջ ռուս ժողովրդի թշնամին է ինքը կապ չունի այստեղ ռուսական հոգին չես մենք ռուսներին չենք ուզում կոտրել մենք քեզ ենք ուզում կոտրել շատ պարզ է դա որ վերջում դու ես կոտրելու ռուսներին վերջում հաստատ դու կոտրելու ես ռուսներին որովհետև այս քո քաղաքականության արդյունքում հաստատ լավ բաներ չի հանգել հազարավոր ռուս ամահանում այդ մասին խոսի ամեն այսօր ամիսը մոտ 30,000 մարդ ամահանում այ մարդ կատակ չի սա էլի շարունակելով Պուտինը ասում է 2022 թվականից ի վեր արևմուտքը գործի է դրել ռուսաֆոբ մեքենան ֆոբիան ընդհանրապես վախ է նշանակում բարեկամներ ռուսաֆոբ գեյաֆոբ ինչ էլ որ ասեք հա Նրանք պարզապես սահմանում են համաշխարհային ռեկորդներ, ընդ որում միաժամանակ երկու չափանիշով։ Եվ այսպես կոչված պատժամիջոցների քանակով եւ դրանց անօգնությամբ այն վնասով, որ այդ պատժամիջոցները հասցնում են առաջին հերթին դրանց հեղինակներին եւ նախաձեռնողներին, որոշ եվրոպական եւ այլ երկրների ժողովուրդներին, ցանկանալով խաթարել ռուսական պետությունը եւ հասարակության պարակտում հրահրել մեր երկրում նրանք փորձել են խեղդել մեր տնտեսությունը նոր վերևը ասում էր որ ազդեցություն չի ունենում էլի պատժամիջոցների ասում է խեղդել մեր տնտեսությունը ֆինանսական համակարգը եւ բանկային հատվածը ինչպես նաեւ խաթարել գիտության արդյունաբերության եւ կրթության ներուժը չկարողանալով հաղթել Ռուսաստանին մարտադաշտում վայ նրանք այժմ ապավում են ռուս ժողովրդի դեմ բացահայտ ահաբեկչական պատերազմ մղելու մեթոդներին ժողովրդի դեմ տեսեք սա մտածված է սրանով ինքը իր ժողովրդին է գրգռում ասելով տես քո դեմ ամբողջ արևմուտքը կանգնիր ոտքի արի զինվոր գրվի պայքարենք այդ արևմուտքը թե չէ մեզ կխեղդի
Դա ամբողջ իրանց եղելությունը։ Բայց արդեն հիստերիա է, հա։ Եվ ամեն օր հիմա նոր բան ասում է, պատերազմը մենք չենք սկսել ասում է։ Մեզ դրտեցին։ Վերջ։ Ինքը չի սկսել պատերազմ։ 5 տարի է, 5-րդ տարին է պատերազմում է հարևանների դեմ, ասում է մենք չենք սկսել պատերազմ։ Մեր ծաղիկների դեմ էլ Բելարուսում է պայքար սկսվել, այնպիսի վերնագիր է կարծես թույն էին ներմուծում, ասում են Բելարուսում կեղծ փաստաթղթերով հայկական ցակման ծաղիկներ են բացահայտել, արգրավել են եւ ոչնչացրել։ Ասում են մերոնք երևի ինչ-որ կեղծ փաստաթղթերով կաշառքում, երևի ինչ-որ բան են արել, մի քանի օր առաջ է տեղի ունեցել 18-ին ամսի։ Գործակալության տեսուչները Սմալենսկի մաքսային ծառայության աշխատակիցների հետ միասին արգրավել են 39200 ծաղիկ։ Ըստ իրավական մարմինների բեռը տեղափոխվել է տրանսպորտի միջոցով, որը վարել է Բելարուսի քաղաքացի, Մինսկի մարզից ուղևորվելիս է եղել Մոսկվա, ուղեկցող փաստաթղթերում փոխադրող բեռը նշված է եղել ոչ ալկոհոլային տոնի ըմպելիքներ, սակայն մեջը եղել է հայկական ցակման ծաղիկ։ Այ քեզ բան։ Բելարուսում է կեղծվել փաստաթղթերը, հայկական ցակման ծաղիկները արգրավել են եւ ոչնչացվել։ Ասված է հայտնի։ Ոչնչացրեք, ոչինչ, հա։ Նայեք, հիմա ես էլ խոսում եմ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, ինչ կապ ունի մեզ հետ չգիտեմ։ Բրյուսելում չպետք, այսինքն Եվրամիությունում, չպետք է հույսեր փայփայեն, որ իհատման կփրկի սուզվող Երևանյան անձնակազմին, պահելով այն ջրի երեսին եւ ֆինանսավորելով Հայաստանի մարաթոնյան լողի մրցավազքը դեպի Եվրամիություն։ Որը տեսեք ինչ է ասում, նստված է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությանը հասած տեղեկությունների համաձայն ցիտիկներն են ասել։ Բրյուսելում ըմբռնել են, որ եթե Հայաստանը հայտնվի Եվրասիական տնտեսական միության շերից դուրս, այդ երկրում անխուսափելորեն խոր տնտեսական ճգնաժամ է ծագելու։ Գերտեսչության պնդմամբ Եվրոմիություն Նիկոլ Փաշինյանի կառավարությունից այսօր արդեն պահանջում է կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը Հայաստանի ռազմավարական ոլորտներում, խզել հումանիտար կապերը Ռուսաստանի հետ եւ ճնշել այդ քայլերին դեմ արտահայտվող ներքին ընդդիմախոսներին։ Ենթադրվում է, որ քաղաքական այս գիծը խրախուսելու է հայաստանցիների համար վիզային ռեժիմի ազատականացման հերանեկարների շուրջ շահարկումներով եւ Հայաստանը ծաղկուն փակագծերի մեջ խաղաղության խաչմերուկով վերածելու խոստումներին։ Բնականաբար այդ ամենը շարունակվելու է, այստեղ ջերմ ողջույններ ունենք աշխարհի տարբեր անկյուններից, օրինակ Լոսից Սեմա Մանուկյանն է բարևում, Huntington Beach-ից Վանյան, հարգելի Վանյա, ողջույն Huntington Beach, ծովի ափին, վայելում են, բարի ժամանց ձեզ, Խորեն Փոթիկյանը Թահանգայից մեզ ջերմ բարևներ է ուղարկում, ողջույններ, բարի երեկո Ռաֆայել ջան, Դերենիկ ջան, Հայեր ջան, Երևանից Նարինե Սարգսյանն է մեզ գրում, բարև ձեզ, ողջույններ բոլոր հայերին, Վիտիար քաղաքից Զաքար Գասպարյանը, բարևներ, տեսնում եք մեր ջերմ բարևներ բոլորին հարգելիներս Գոհար Կարեյանը, բարի առավոտ Ռաֆայել եւ Դերենիկ, իրոք որ շատ կոպիտ են իտալացիները, անգամ ճանապարհ ցույց տալուց սարկազմով են պատասխանում։ Ես մի քանի ամիս առաջ մի քանի քաղաքում եմ եղել, Airbnb ենք վարձում, տուն ենք վարձում մնում, որ ավելի բան լինի, հանգիստ, դե մուտքը մտնել, կոդը հարցնել, ոնց լինի մեկին դիմում ես, չէ։ Չի եղել մի դեպք, որ մեկին հարցնենք ու ամասի չգիտեմ, կամ ասի իմ գործը չի կամ ցույց տա, ուրիշ ինչ պիտի։ Մի կռիվ անում հետ, անգամ եթե բանա բացատրում, իրենց այդ ժեստերով, շարժումներով բանը, բառացիորեն քեզ թվում է, որ վիրավորում է քեզ։ Իրոք, շատ այդ առումով մեզ հայերիս ծափեր հաստատ, ես չեմ տեսել մի զբոսաշրջիկի, կտանեն, կհասցնեն մինչև տան դիմաց մեր ժողովուրդը։ Որտեղ բան են լավ են զգում իրանց։ Լավ, ես նկատել եմ դա, որ հարցրեցիր, որ ինքը գիտի, որ կարող է օգտակար լինել, իսկապես էլի մենք գիտեք ճիշտ խոսող ենք, բայց այդ հարցում նկատել եմ ես։ Ուրախանում են իրար հարց են տալիս, ստենց եկում։ Ես նույն բանը Հոլանդիայում տեսա։ Դե որ փողոցում մի բան էի հարցնում, այ մարդ մի քանի անգամ Ռաֆայել միանում էին իրանք խոսում են բան որ ասել որ այո լավ է զգում քեզ էլի հակնված
կուլտուրական, մաքուր։ Ճիշտ է, որ բարձրահասակ են։ Հոլանդիա ես չեմ ասում, բարձրահասակ ժողովուրդ են, ամենամիջին վիճակագրականով բարձրահասակն են համարվում։ Այո։ Մեր հետ համեմատած բոլորն է բարձրահասակ են, քեզ չհաշվածի արել։ Ասա միտեղ որ բանացեվից անենք։ Այս հասակս օթանավի մեջ է անգծում, սենց հիմա տունը նստած, հասակը հեչ, բայց օթանավի մեջ։ Մի հատ գաղտնիք բացեմ ձեզ, ուրեմն այս մեր ստուդիոն ARTN-ի Գլենդելում որ ունենք, բան ունի էսենց ցանկապատ ունի դիմացել, որ մեր մեքենաներն են պարկանում, դե մենք բոլորս որպես նորմալ մարդիկ գալիս մուտքից ենք մտնում, ինքը սենց մի ոտը գցում այդ ցանկապատի վրա։ Ու շատ հանգիստ է, չի թռնում, բա։ Ուղղակի մի լոնքը ցանկապատը ինչ է ցանկապատը եղած, ինչա մետրուկ է սա ինչ։ Okay, գնանք գովազդի դաթարի ես լավ նոտայով հարգելի բարեկամներ, մեր հարգելի գործընկերներին ասեմ։ Գնանք, որ վերադառնանք։ Օ, Տեր եւ Տիկին վարչապետերից նորություն ունեն։ Շատ լավ։ Երկուսից էլ։ Մեր հարգելի գործընկերներին ասում ենք շնորհակալություն, որ մեր կողքին են, ծանոթություններն են եթերում, վերադառնանք, շարունակենք, չփոխեք ալիքը։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք-շոու R-Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Եվ մենք եկանք հարգելի բարեկամներ, բարի օր, հաղորդման երկրորդ հատվածը մեկնարկեց երեքշաբթի այսօր հուլիսի 28-ը եւ մենք տաղավարում ենք ձեզ հետ միասին։ Ողջույն բոլորին եւս մեկ անգամ։ Տաղավար ասած տանն ենք էլի։ Դե հա, տանը շուտով։ Դե տան մի հատված տաղավար ենք սարքել, կներեք տան հետո բեքգրաունդը։ Լավ նորություն էլ ունենք, ինձ սա ուրախացրեց։ Ապա Green Rock-ը եւ Hyatt Hotels Corporation-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում միջազգային բարձրակարգ Hyatt Regency Dilijan հյուրանոցային բրենդի մուտքի վերաբերյալ։ Այն կլինի Hyatt Regency բրենդի առաջին հյուրանոցը Հայաստանում եւ կկառուցվի Դիլիջանում։ Մնում տեսնենք ովքեր կանգնած դրա հետևում։ Կգանա մուլտիֆունկցիոնալ համալիրի մի մասը եւ տարածաշրջանի առանցքային նախագծերից մեկը լայնածավալ նախագիծն ուղղված է Դիլիջանի զարգացմանը որպես գրավիչ զբոսաշրջային գործարար եւ մշակութային ուղղություն, որը ոչ տարվա ընթացքում բաց կլինի հյուրերի համար Դիլիջանի պես լավ էլ հյուրանոց որ եղավ, որ սրանք շատ լուրջ կազմակերպություն է Hyatt հոթելները Դե արդեն ընտիր է, էլի, այդ բնությունը, այդ պայմաններն ու այդ ամեն ինչը։ Այնքաները որ Հայաստանում է, պիտի այդ level-ի Hyatt-ի կամ մյուսի այդ համաշխարհային հրճակ վայելող հյուրանոցների սպասարկման որակը լինի, որովհետև իրոք մեծ ոտ հյուրանոցայինը թանկ է, եթե համեմատում ես տարածաշրջանի հետ, անգամ եվրոպական երկրների հետ, ես հիմա Դերենիկը Հոլանդիայից խոսեց, Իտալիայից խոսեց, կամ Դուբայից ենք խոսում, այնտեղ ավելի մատչելի է, շատ ավելի բարձրակարգ հյուրանոցը, քան մեզ մոտ։ Գնում ես Սևանի մոտ, կիսա ժանգոտած մի հատ տնակում օրը 18000, 20000, 25000 որոշ դեպքերում, այդ ինչ կներա $80 օրը, այդ գիշերը շատ հանգ է Հայաստան այդ պայմանների համար էլ չեմ ասում որ 30-35 հազարում Դիլիջանում մենք գնում ենք բնության գիրք մատրասը ահավոր սանհանգույց զուգարան վիճակը տխուր եւ այդպես շարունակ պիտի գին որակ հարաբերակցություն ճիշտ պահպանեն հուսամ այդ համաշխարհային անունները որ գալիս են կանեն։ Դե այո, իրենք այդ իրանց կլասը պահում են միշտ եւ իսկապես եթե հյուրանոցը անկողինն ու բաղնիքը լավը չի վերջացա, էլ ինչի մասին է խոսքը։ Եթե այդ խնդիր ունես, բացում ես, ասեն չես ուզում մտնել այդ անկողինը, չէ՞ ինչ որ տեսքը կամ վերջացավ արդեն։ Ամբողջ հյուրանոցի բանը ինչումն է, որ հարցում են արել։ Անիպես գալիս է սա։ Անկամ Վեգասը, որ տենց հյուրանոցային մայրաքաղաքավոր բան, հարցում են արել, բարձում է հյուրերի մեծ մասը ոչ view-ին է նայում ոչ պիտի ջերմաստիճան եւ կոմֆորտ քնել։ Այդ երկու կետերը հյուրանոցի հազարավոր մարդկանց հարցում են արել բարեկամներ։ Հյուրանոցը պիտի լինի ջերմաստիճանը կոմֆորտ, մահճակալը հարմար։ Ջերմաստիճանը քո որոշելով է, Ռաֆել, ուզում ես իթը որոշել, այդտեղ ձեր որոշելով է։ Միացեք, տեսնենք ում որոշելով է։ Այստեղ բոլորի որոշելով է, բացի
մի անգամ վառում էին մեզ զենյակում գիշերը Հետո ժամը մի բան 4-ի էլ կա։ խոտերը վառեցին, ծուխը լծվեց զենյակ, մերնում էինք հոտից։ Այստեղ մի բան էլ կա, իրանք ասենք բաղնիկ զուգարանի մասին չեն խոսում, որովհետև այդ արդեն խոսալու բան չի, բայց եթե ինչքան էլ Ջերմաշյանը լավ է, եթե բաղնիկը մաքուր չի, ում այդ արկիր այդ ամեն ինչը։ Դե մաքրությունը բարձ է այդ։ Իսկ կոմֆորտի մասն է խոսում էլի որ։ Okay, մեր առաջի տիկինը նորից հայտարարություն խոսել է ծերերներ, այո, հայտարարություն արել, որն ուզում եմ անպայման ձեզ հետ կիսել։ Ապա Ուրեմն Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջում տեսանյութ հրապարակել հայտնելով, որ ընտանիքներում բռնության մասին իր խոսքերից հետո իր հասցեին սպառնալիքներ են հնչեցվում։ Իմիջիալոց դատի էլ տվել արդեն ընթացքի մեջ է։ Աննա Հակոբյանը կոչ է արել չվախենալ ու բարձրաձայնել խնդրի մասին։ Սիրելի կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել եւ իրար պաշտպանել։ Այստեղ ես բոլորովին համաձայն չեմ իր հետ, բայց վերջացնենք վերադառնանք խոսենք սրա հետ։ Պետք է սկսել համարձակ խոսել, հայտարարել, որ այլևս չենք հանդուրժելու բռնությունը մեր ընտանիքներում։ Մի վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ եղել է։ Տարիներ շարունակ ապրելով ֆիզիկական, ֆինանսական, հոգեբանական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ հստակ հայտարարելով չենք հանդուրժելու այլևս։ Խնդրում եմ վերջի նախադասությունը, իրար դեմ մի պայքարեք, իմ դեմ մի պայքարեք, իրար մի հարվածեք, ինձ էլ մի հարվածեք։ Կարճ եւ կոնկրետ ասեք չենք հանդուրժելու այս ասել է տիկին Հակոբյանը։ Նու տեսանյութը ավելի երկար է, այդքան բան չանենք։ Տեսեք, ախր միայն մենք կարող ենք իրար օգնել եւ իրար պաշտպանել։ Ինչու գիտակից տղամարդ չկա այդ երկրում, որ հասկանա, որ բռնությունը պետք է եւ օգնի ձեզ եւ մասնակցի ձեր շարժմանը։ Ինչու եք էլի բան դնում, միայն մենք տղամարդիկ սենց, մենք սենց եւ այլն եւ այլն։ Սա գիտակցության հարց է, ոչ թե սեռական հարց է։ Ով որ այդքան գիտակցություն ունի, պատարական գիտակցություն, որ հասկանում է, չի կարելի կնոջը ծեծել, այս երեխային էս անել, այն անել։ Ինչի մասին է խոսքը։ Ես ունեցել եմ կին, ես ունեցել եմ քույր, մայր, աղջիկ, ես բոլոր անկյուններից շփվել եմ կանանց հետ, ասիկն, թե որպես զավակ, թե որպես ծնող, թե որպես էս, թե որպես այն։ Եվ ես այդ լրիվ համաձայն եմ, որ այդ բռնությունը պետք է վերացվի։ Համաձայն չեք միայն ձևակերպման հետ, որ մենակ մենք կարող ենք։ Մենակ մենք իրար կարող ենք օգնել։ Ինչու է ձեզ առանձնացնում մեզանից։ Մենք էլ գիտակցություն ունենք, մենք էլ ենք համաձայն դրա հետ։ Պիտի վերաձևակերպումը սենց լինել, առանց մեր միասնական նորաների հնարավոր չի ամբողջությամբ հաղթահարել այս այս բանով։ Պիտի ոչ թե միայն մենք, չէ, միայն մեքով չի էլի, հա, իրենց բաժանում է մտնում։ Մենք կանայք, դուք տղամարդիկ, արդեն հակամարտություն է, մարդուս մաս իսկ ինչու, մի րոպե, իսկ ինչու։ Բայց որ նման բան պետք է որ մարդիկ խոսեն այդ մասին, անշուշտ պետք է։ Եվ որ դա շատ տղամարդկանց Հայաստանում դուր չի գալիս, վստահաբար գիտեմ որ դուր չի գալի։ Եկել են մեր գործերի մեջ են խառնում։ Ես շատ լավ գիտեմ իմ կնիկը ոնց պետք է բան անեմ, այս վիճակը։ Ասած ցածր ինտելեկտի մարդկանց մոտ այդ զրույցները անփոփոխ կմնան նույնը։ Իսկ մնացած պարագայում պետք է նաև արդարության համար ասենք որ անհամեմատ նվազել են այդ դեպքերը, որովհետև գիտակցությունն է փոխվել, սերունդն է փոխվում, ոնց որ ասած այդ տոտալիտար անգրագետ բարքերը մնում է։ Եվ ամենակարևորը շփվում ենք ֆիզիկապես այլ ժողովուրդների հետ, իրանց կուլտուրան ենք տեսնում, այլ մի րոպե սենց էլ կարելի է ապրել ուրեմն եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես հիշում եմ, որ ռուս տղամարդիկ ավելի տոլերանտ են իրանց կանանց նկատմամբ, միշտ ասում են հարար ռուսիկ պես չլնես մտնես կնոջդ կաբլուկի տակ։ Այդպես են դա։ Եթե դու կնոջդ բռնություն չես ենթարկում կնոջդ, ուրեմն դու մտել ես իր կաբլուկի տակ։ Շատ սև սպիտակ է ամեն ինչ։ Աստված Հանկարչյանի հանկարծ մի բան իր խորհրդով անես։ Դա լրիվ ուրիշ պատմություն։ Հետո մի բան ասեմ, էլի ես նկատել եմ, կանայք ավելի պրագմատիկ են։ Շատ հարցերում կանայք շատ ավելի, ոնց ասեմ, ավելի պրակտիկ են մտածում, քան տղամարդիկ։ Էլ եմ ասում, ես ապրել եմ, շփվել եմ, գիտեմ։ Բայց պետքա տարանջատել այդ հարցերը։ Որ հարցում ասենք կինդ ավելի բան, օգտակար, այդ հարցերը կինը պիտի լուծի եւ հակառակը։ Ես միայն մի բան էի ասում իմ ընտանիքին, էլի, ասում եմ emergency ժամանակ, երկրաշարժա, հրդեհա, նման բաներ, հա, պատերազմա, ես չգիտեմ։
Եթե ես ասում եմ, ասենք, մտեք սեղանի տակ, կամ տնից դուրս են գալի, էլ արգումենտ չանեք, վաղ ինչու ոնց միգուցե այս կողմ են կողմ, որտեվ այդ իրավիճակներում ես եմ ինձ տանտեր համարում եւ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, որտեվ կրիտիկալ վիճակներում մի հոգի պիտի ղեկավարի։ Այո, քաոտիկ չլինի։ Այո, դա արդեն ամեն ինչ բան կանի, հա։ Բայց մնացած ասենք հարցերում ես խնդրեմ արևս, այդպես ուզում, այդպես ես կարծում։ Ինչ ունենք։ Զանգ ունենք, արդյոք թեմայի շուրջ է, հիմա կփորձենք հասկանալ, ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Բարև ձեզ, լավ ենք, դուք ինչպես եք, ով է միացել։ Լավ, մերսի, շնորհակալ եմ, կներեք։ Զանգում եմ Գլենդելից, գիտեք, ուղղակի պատահաբար լսեցի պարոն Դերենիկի ասածը, որ Աննա Հակոբյանի խոսքերն էր ցիտում։ Միտք առաջացավ Աննա Հակոբյանը իմ կարծիքով, այսինքն սկսելա նման տեսակ արտահայտություններով ոչ միայն բռնության, այլ լիքը։ Սկզբից էռատոյի խումբ, կանանց մի խումբ փորձում էր հավաքել այն ժամանակ էռատոյի խումբ ստեղծել, որպեսզի պատերազմի, որպեսզի չկարողացավ։ Դրանից հետո սկսեց հայտարարել, որ կրթությունը նորաձև է, էլի ինչ որ մարդկանց փորձեց կողքը շուրջը հավաքի, դա էլ չստացվեց, որովհետև Հայաստանում կրթությունը նորաձև չի, պարզապես ինչ-ինչ պատճառներով կրթությունը դարել է արդեն ես չգիտեմ 8-րդական պլան կամ չգիտեմ շատ ավելի 1000-րդական պլան։ Հիմա արդեն խոսքը վերաբերվում է բռնության մասին, կանանց իրար շուրջը հավաքելու կամ ինչ որ sense էլի ինչ որ մի բան ստեղծելու, իսկ ինչ վերաբերվում է որ մենք կարող ենք պայքարել, մենք կարող ենք պայքարել, այսինքն իրանց մոտ դա նորություն չի, իրանց եղած ժամանակվանից սևեր ու սպիտակներ, հիմա կանայք ու տղամարդիկ, ամեն ինչը սենց իրանց մոտ բաժանումներով է լինում։ Դրա համար ոչ մի սովորական բան ինձ թվում է չկա, այսինքն այդ ամեն ինչը շատ ակնառու է, որ հենց այդպես էլ պիտի լիներ։ Իսկ հիմա արդեն կանանց այդ մի զանգված, որ չգիտեմ դժբախտաբար երևի ենթարկվում են բռնության կամ ինչ, իրանց սրտի նուրբ լարերին կպնելու, էլի ինչ որ մի խումբ ստեղծելու, էլի մի ինչ որ պայքարողի խումբ ստեղծելու միտում ասա, ուրիշ ոչ մի բան ես չեմ տեսնում, որովհետև չգիտեմ, համենայն դեպս այսքան տարվա այս անցած ճանապարհները ինձ հիշացրեցին այդ փուլերը, որ ինչքան են փորձում ինչ որ մի բան ստեղծել, ինչ որ մի մարդկանց խումբ հավաքել իրանց շուրջը ու ինչ որ մի բան անել, բայց ես մի հարց ունեմ ձեզ, Սարգիս։ Մի հարց ունեմ, այդ մնացածը չգիտեմ, բայց այդ կրթության նորաձև է ծրագրին որևէ տիրապետում եք ինֆորմացիայի, որևէ մասնակից ծանոթ ունեք կամ ծանոթ բարեկամ, որ որևէ ինֆորմացիա ունի, թե ձեր զգացմունքներն եք, ուղղակի ձեր մտքերն եք ասում։ Այսինքն ինչ ծանոթ ունեք, որ մասնակցել է այդ բանը, կրթվել է նորաձև ծրագրի կամ թե միայն մեդիայով տեղեկացել եք ինչ է արել ոնց է։ Չէ, ես մեդիայով տեղեկացված, այտենց ինչ որ ճիշտ ասեմ, չունեմ, չգիտեմ ինչ որ մեկին, բայց չեմ էլ ընդունել այդ հանգամանքը, որ կրթությունը նորաձև է, որովհետև կրթությունը նորաձև չի եղել, այսինքն Հայաստանում կրթությունը միշտ էլ եղել է առաջնայինը, տարիներ, ես չեմ ասում այս վերջի մի քանի տարիները, բայց կրթությունը միշտ էլ սիրել են կրթվել, հիմա թե ինչքան են կարողացել այդ ամեն ինչը, բայց բոլորի համար էլ կրթությունը առաջնային եղել է շատերի համար, այսինքն չեմ կարող բոլորի համար ասել։ Հասարակությունը ինչի է տենց էլ այդ բարեկրթության, բարևարկության աչքի չընկավ ամենայն դեպս ինչի եթե կիրթ են բոլորը ձեր ասածի պես կրթության են ձգտում, մեր հասարակության որակական հատկանիշները այլ պիտի լինեին, չէ՞։ Մի տեսակ կիրթ հասարակություն ենք մենք ըստ ձեզ։ Մենք կիրթ հասարակություն եղել ենք, բայց հիմա չենք։ Հիմա չենք, հիմա որովհետև չգիտեմ չեմ կարող ասեմ ինչի չենք, լիքը, այսինքն կարող եմ ասել, բայց շատ պատճառներ կան դրա համար, բայց այն փաստը, որ մենք կիրթ եղել ենք,
դա փաստ է, այսինքն հիմա կարող է մի քիչ շատ են արդեն ընդլայնվել, շատ են տարբերությունները շատ է երևում, բայց սովետական ժամանակներում ես համենայն դեպս ես ընդունում եմ, որ մենք իր հասարակություն ենք եղել։ Իսկ հիմա չարչիները շատացել են, բոշաները շատացել են, հիմա արդեն մի քիչ ավելի տարբեր է եղել հասարակությունը, բայց առաջ այտենց չի եղել, շատ ավելի բարեկիրթ ենք եղել։ Դերենիկը ձեզ հարցում։ Այդ որ ասում եք առաջ բարեկիրթ ենք եղել, այդ առաջը նկատի ունեք սովետական տարիներին։ Ես առաջ որ տարիներին ես 73 թիվ եմ, բնականաբար, այսինքն այտենց շատ հին չեմ, շատ էլ էս նորը չեմ, բայց համենայն դեպս առաջ նկատի ունեմ երևի 80-85 թվերին մինչև էս պատերազմական վիճակներից հետո, որ արդեն շատ սովետական տարիներին, արդեն այդ ժամանակներից այն ժամանակ, համենայն դեպս սովորել են դպրոցում ավարտողների մեծ մասը սովորել են ինստիտուտներում, համալսարաններում, առաջնային է եղել կրթվելը։ Իսկ հիմա առաջնային չի, որովհետև եթե ոչ մի բան էլ չդառնան, ոչ մի բան էլ չկրթվեն, գոնե հեչ որ չէ, կարող են, ասենք, կամերան վերցնել, հեռախոսը վերցնել, ինչ որ մի բան նկարել, ինչ որ մի զանգված հավաքել իրանց կողքի, ինչ որ մի ձևով փող հավաքել։ Իսկ առաջ դեռ չի եղել, պիտի կրթվեին, պիտի ինչ որ միտեղ ընդունվեին, պիտի մասնագիտություն ձեռք բերեին, որ կարողանային աշխատեին, որ կարողանային թեկուզ լինեին ինժեներ, ճիշտ է, քիչ վարձատրվող, բայց գոնե կրթված ու կիրթ։ Կրթված ասում եք, եթե անգամ կրթված են, բայց մի րոպե, Տիկին ջան, մի վարքյան։ Դուք ասում եք կրթված, չէ՞, կրթվածը ձեր կարծիքով համալսարան գնացած մարդը կրթված է արդեն։ Հիմա իմ վերջի ասածը չլսեցիք, ես ասի կարող են կրթված լինել, բայց կիրթ չլինել։ Կիրթ չլինել, այո, որտեղ այն ժամանակվա մեր բարձրագույն ուսումնական հաստատությունները իրենք կրթված չէին, ուր մնաց կրթեին ուսանողները։ Ես պետք է ասել ոնց էին ընդունվում։ Ոնց էին ավարտում։ Հետո այնտեղ բարձրագույն կրթությունը, մի րոպե, Տիկին ջան, մի րոպե, հերթով հաստատություններ, մարդկանց համար բարձրագույն հաստատությունում սովորելը ավելի շատ տալիս էր կիրթ լինելու հնարավորություն կամ կրթություն, որտեղ մենք ասենք դասեր ենք անցել, որ այդ դասերը մեր կյանքում ընդհանրապես պետք չեն եղել։ Իզուր ժամավաճառ ենք ունեցել ու այդ դասերը մենք կարող ենք դրա փոխարեն շատ ավելի կարևոր մի բան անցնեինք։ Բայց երևի համակարգը տենց է եղել, բայց ես ընդունում եմ, որ ճիշտ կողմնորոշվելու, պահի տակ ճիշտ լուծում գտնելու, հարցի լուծում գտնելու համար շատ օգնել է այդ մեր սովորած բարձրագույն կրթությունը։ Այսինքն շատ ներողություն գթածակ աշխատացնելու համար շատ լավ է, բայց ես համաձայն եմ դրան։ Բայց չեմ էլ ընդունում, որ կրթությունը նորաձև է ու իրանք նոր պիտի սկսեն այդ նորաձևությունը Հայաստանում։ Բարի լսեցինք ձեզ, արգելի շնորհակալություն ձեր զանգի համար, լավ օրենք։ Շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ։ Ինչ ակտիվ ռադիո լսողներ ունենք, չէ՞։ Շատ հաճելի է, եկեք զանգ եք, վաղուց չենք զրուցել մեր ռադիո լսողների հետ։ Հա, որոշ կետերի հետ դժվար համաձայնվենք, որովհետև այդ նույն հասարակությունը, չէ՞, այդ 90-ականներին եկավ իշխանություն հենց այդ հասարակության դեմքերը, չէ՞, այդ արդյոք կրթված հասարակության մեր երկրի ղեկավարները սովետական տարիներին բոլորը բարձրագույն կրթություն ունեին, ել չեմ ասում պարտիական բարձրագույն դպրոցներ ավարտել, դիպլոմա առել են, իրանց համար ապրել են դրա համար։ Հետո դիպլոմը դաշնամուրի պես էր, աղջիկերքին մարդու տալու համար պետք է մի հատ դիպլոմ լիներ, ու ամեն ինչ կան այդ փողն էլ կտարվա, որ աղջիկը դիպլոմ ունենա, որ բան են անում։ Իմ հովիկը անվճար, ես ինչ է սովորում, բայց չգիտի որ ոնց են արել, ինչ փողեր են տվել։ Դրա համար չի ընկերներ, սա հարաբերական է։ Եղբոր նման, հա։ Բայց գիտե, ես հասկանում եմ ժողովրդին այս կնոջ
տարբեր հարցերին մոտենալու մեջ ինչն անում, ինձ էլ ընթորում։ Սա իմ տպավորությունն է, որ ասենք հասարակ կրթվել է բանա, չէ, կարծես թե վատ բան չի ասում, բայց իր տոնը, իր մոտեցումը, գիտես ինչի նման է միշտ, այ որ դուք ոչինչ չեք հասկանում, ես էլ որ չգամ ձեզ օգնեմ, ուղղակի դուք անգրագետ կմռնեք։ Հա, ձևաչափի մասն է խոսքը։ Այս մոմենտը ունի։ Նույնն էլ ասենք այս բանի մասին, չէ, կներես, ես էլ ասեմ, որ ճիշտ բան ասում, այդ տղամարդկանց ճնշումը կանանց եւ այլն, բայց նենց մենք կարանք բան, եթե մենք չլինենք դուք իրար կուտեք, չէ, ավելի մարդկային, ավելի բարի լեզվով նույն բանը ասա։ Քեզ կենտրոնում մի դիր այդ ամեն ինչի։ Դա երևում է որ ես չլնեմ կծեցեք իրար, ես չլնեմ չեք կրծվի, ես չլնեմ հերիք հասկացանք էլի։ Ես այդ նորաձև բարի հետ համաձայն չեմ մի քիչ։ Գոնե մորակույր եղի տենց կողքից, բամա էս ճիշտ է, էսի սխալ է, էսի ճիշտ է, հերիք է էլի։ Բայ։ Եվ վերջին օրությունը։ Ասեք ավարտենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավարտել է հերթական գրքի ընթերցանությունը։ Բրավո, շնորհավորում ենք։ Պարոն Աչեմօղլուի գիրքն է Facebook էջում եւ տեսանյութ հրապարակել։ Վարչապետը տեղեկացրել է, որ ավարտել է, գիրքն էլ նկարել է, տեսել եմ։ Իշխանություն եւ առաջընթացի ընթերցանությունը։ Իսկ դուք ինչ եք։ Հայա հեղինակը անպայման ասեք որ Աչեմօղլուն է։ Չէ, Դարոն Աչեմօղլու, Ահա, Սայմոն Ջոնսոն։ այո։ Աչեմօղլու է Թուրքիա ավելի քան հայ։ Դե հայ, չէ, արել։ Դե ինչ կարևոր է։ Բայց այս մի գիրքա, որ կարծում եմ իրան օգտակար կարող է լինել, եթե գիրքը այս տեղյակ չեմ, հա։ Չեմ կարող ցիտել այդ գրքից ոնց որ Պուշկինից, բայց բոլոր դեպքերում։ Գիտես բացենք մեզ մոտ հաղորդման մեջ սեպտեմբերին մեզ մոտ նոր եթերաշրջան է լինելու, հուսա մեր նոր տաղավարն է պատրաստ կլինի, որ մտնենք եթեր, ասենք մի օր որոշենք, օրինակ, չգիտեմ, չորեքշաբթի օրը հաղորդման վերջին 5 րոպե, ինչ որ համաշխարհային այնց այդ կարգի գրքերից, մի բարբերություն փոքր հերթով կարդանք։ Բան լինի այնց օգտակարը հաճելի եւ ժամանակակից ձևակերպմամբ էջ լինի Արմյուզիկի եթերը։ Փորձենք եթե կսիրեն մեր ռադիո լսողները լավ է։ Փորձենք, ասում մի բարբերություն, հա, ոչ թե ինչ որ ուղղակի կարդալու համար, այլ ինչ որ հետաքրքիր դրվագներ, բան ներկայացնենք, ամեն ինչ որ թարմություն լինի մեր եթերում։ Այսքանը այսօրվա համար։ Այո, սիրելիներ, կհանդիպենք վաղը։ Ցտեսություն, դերենիկին ասում ենք ցտեսություն, վաղը հանդիպելու ակնկալիքով, վաղը արդեն չորեքշաբթի, աշխատանքային շաբաթը կիսելու ենք եւ գնանք առաջ։ Վերադարձել եմ հարգելի բարեկամներ, վերադարձել եմ Հայաստան, ամեն ինչ բնականon հունով ընթանում է առաջ, այո, մի քանի ժամ առաջ վայրի չկատարեցի, շնորհակալ եմ բազմաթիվ ջերմ խոսքերի համար, շնորհակալ եմ ամեն ինչի համար եւ այս վերջում պետք է անպայման ցույց տայ որ մենակ իմ կինը կարար, որ ասում եմ գանձ, մենակ իմ կինը կարար ինձ դիմավորեր տարազով հայկական եւ աղու հացով։ Ողջ Զվարթնոց օդանավակայանը դիտում էր այս տեսարանը, տեղի բարերն ու երգերը չեմ տա, եթե որ հեղինակային իրավունքները չխախտվի, բայց ահա այսպիսի պատմություն բարեկամներ։ Ամեն անգամ գալիս ես տուն ու հասկանում ես որ դու տանն ես եւ տունը այնտեղ է որտեղ հարազատներն են, սիրելիներն են եւ անփոխարինելիները։ Իսկ մնացածը արդեն էմոցիաներ ու էմոցիաներ։ Շնորհակալություն մեր հարգելի գործընկերներին, որ մեզ հետ են մեր կողքին, հաղորդման գլխավոր հովանավորը եւ գլխավոր գործընկերը Sevan Meat Market եւ Sevan Meat and Fish Market, մեր վստահելի գործընկերը տևական ժամանակ մեր կողքին եւ մեր եթերները, մեր թողարկումները, որ հնարավոր են մեր գլխավոր գործընկերոջ աջակցության շնորհիվ։ 1037 East Broadway 1315 East Colorado Street Sevan Meat Market վաղուց որակի չափանիշ, այնպես որ այցելեք, օգտվեք մեր հարգելի գործընկերների մսամթերքի, ծովամթերքի տեսականուց եւ հիշեք, որ մեր հաղորդման կայացման մեջ ունեն իրենց կարևոր ներդրումը։ Հաղորդման վստահելի գործընկերը LA Smart Blinds, իմ լավավակ ընկերը արգելի Կարենին ջերմ բարևներ, եթե լսում է մեզ 1808 Victory Boulevard հասցեում գործող LA Smart Blinds-ը իր շոուրումում ներկայացնում է ամբողջական տեսականին, վարակույրներ, Roman Shades, patio-ի բլայնդներ, զիբրաներ, vertical blinds, pergola patio-ներ, որոնց տեղադրման համար լայսենսներ, տեղ պերմիտներ բան պետք չէ, արևից պաշտպանվեք pergola patio-ների օգնությամբ LA Smart Blinds-ի ամենահարմար գնարաչարկներով զանգարեք 818 281 8136, իսկ մնացածը վստահեք պրոֆեսիոնալներին։
Հաղորդման գործընկերն է Level ռեստորան եւ լաունջը Glendale-ում, դա հրաշալի վայր է լավ ժամանցի, գործնական հանդիպումների, լանչի համար, հարուստ մենյու, հայկական տեսականի, այցելեք, վայելեք խորտիկները, վայելեք հուկա լաունջը, ալկոհոլի տեսականին, բիլիարդը, երաժշտությունը եւ մինչեւ ուշ գիշեր աշխատում ենք, այնպես որ սպասում ենք ձեզ Level ռեստորան եւ լաունջում։ Հաղորդման ամենահամեղ գործընկերն է Vivaldi Catering ծառայությունը։ Vivaldi-ն մեր ռադիոլսողների համար հաճելի քաղցր անակնկալ է պատրաստել բոլոր նրանք, ովքեր կպատվիրեն եւ կտան մեր ռադիոյի անունը, կասեն, որ մեր շոուի ժամանակ են լսել, ստանում են fruit plate, մրգային ասորտին, բոլորովին անվճար, որպես քաղցր համալրում ամռան այս ամիսներին։ Vivaldi Catering 707 771 7771 Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք։ Վստահելի գործընկերներից իհարկե Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակը իր հմուտ պրոֆեսիոնալներով, ովքեր գալիս են պաշտպանելու ձեր իրավունքները։ Ունեք մեքենա 21 թվականի կամ ավելի նոր լիսարած, բայարած մեքենա խնդիրներ է տալիս, օգնել եք դիլերշիփ այցելելուց եւ խնդիրներին լուծումներ տալուց, դուք եք ծառայում մեքենային, այլ ոչ թե մեքենան ձեզ, մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ 818 319 3194 դիմեք մեզ, ստացեք ամբողջական փոխհատուցում, full refund, անգամ down payment-ը կփորձեն ետ բերել, պաշտպանելով ձեր իրավունքները։ Lemon Law Boulevard 818 319 3194 Վստահելի գործընկերներից է նաև փաստաբան Լեոնիդ Մուշեղյանը, ով պաշտպանում է ձեր իրավունքները քարե խոհանոցային սեղանների countertop ոլորտում աշխատողներին հատկապես դուք գուցե մշակելու, կտրելու, ծակելու ժամանակ այդ քարի process-ների ժամանակ շնչում եք այդ թունավոր փոշին, վտանգում եք ձեր առողջությունը եւ իրավասու եք անվճար առողջական ստուգման եւ ֆինանսական հնարավոր փոխհատուցման։ Զանգահարեք անվճար խորհրդատվության համար փաստաբան Լեոնիդ Մուշեղյանին 424 272 0000 Եվ վերջում գեղեցիկը գնահատողների համար, հատկապես այն մարդիկ, ովքեր կարևոր առիթի են պատրաստվում եւ ուզում եք, որ ձեր տոնը իսկապես անցնի հիշարժան, ուրեմն ընտրեք Shadowland շքեղ առանձնատունը Shadow Hills-ում, լինի դա ծնունդ, կնունք, հարսանիք, baby shower կամ ցանկացած միջոցառում, նշանադրություն, ցանկանում եք, որ լավ տան պայմաններում գեղեցիկ մանավանդ նկարահանման համար հարմար միջավայր լինի, ուրեմն վստահ եղեք, որ Shadowland-ը Shadow Hills-ում այդ պայմանները ստեղծել է ձեզ համար, ձեր տրամադրության տակ է 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, ամբողջությամբ կահավորված խոհանոց, մանկական խաղահարապարակ, ամբողջ վարձակալությունը մեր ռադիոլսողների համար զեղչվում է $400 չափով։ Օգտագործեք այս հնարավորությունը, ամրագրեք առանձնատունը նախապես, զանգահարեք 818 653 1884 կամ Instagram-ում դիտեք edge-ը follow արեք, այնտեղ թարմացնում եմ բարբերաբար շնիկ Shadowland Rental, բարի Shadowland Rental։ Shadowland այն վայրը, որտեղ ձեր տոնը դառնում է իրապես անմոռաց։